Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մանոթ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1448-րդ օրն է, ռազմաճակատում հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, ռուսական Z բլոգերները հայտնում են Զապորոժիեի և Դոնեցկի մարզերի հատման վայրում ուկրաինական հակահարձակման մասին, ռազմաճակատում շատ հետաքրքիր նորություններ կան, որոնց մասին ինչպես միշտ կհայտնեմ մեր եթերի համապատասխան բաժնում, Ադրբեջանում շոկի մեջ են այն տեղեկությունից, որ իրենց Սոկարի տերմինալը հայտնվել է ամենայն հավանականությամբ Եվրոպական միության պատժամիջոցների տակ, համենայն դեպս նախնական ցուցակում կա, հիմա Բաքվում փորձում են հարց լուծել, բայց ժամանակը քիչ է, իսկ Ալիևը Ամերիկայի առևտրի պալատի միջազգային կապերի մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով փոխնախագահ Խուշ Չոքսիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը խնդրել է չմեղադրել Բաքվին նավթ և գազ ունենալու համար, փաստորեն Բաքվի տիրակալը վատ է զգում իր մասին քննադատական հոդվածներ կարդալուց, բայց չէ որ նրան ոչ ոք խոսք չէր տվել, թե հեշտ է լինելու։ Պարզ է, որ Բաքվի բոլոր խնդիրները Փաշինյանի հետ մրցանակներ ստանալով չեն լուծվում։ Ընդհանրապես երեկ Ադրբեջանի մայրաքաղաքում կարևոր ամերիկա-ադրբեջանական միջոցառումներ էին ընթանում, որոնք իմ կարծիքով կարող են հետաքրքրություն առաջացնել նաև հայկական լսարանի համար։ 26 թվականի փետրվարի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում երկու հանդիպում է ունեցել ամերիկյան պատվիրակությունների հետ։ Առաջինը Ամերիկայի առևտրի պալատի պատվիրակության ընդունելությունն էր Ալիևի կողմից, խումբը գլխավորում էր ավագ փոխնախագահ Խուշ Չոքսին, կազմում էին այնպիսի հսկա կորպորացիաների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Apple-ը, Meta-ն, ExxonMobil-ը, Boeing-ը, Visa-ն, Mastercard-ը, JP Morgan-ը եւ այլն։ Քննարկվել են ներդրումների, էներգետիկ անվտանգության եւ TRIP-ի տրանսպորտային միջանցքի զարգացման հարցերը։ Հետաքրքիր էր Ալիևի այն հայտարարությունը, որ Բաքվին պետք չէ մեղադրեն նավթ կամ գազ ունենալու համար։ Ամենայն հավանականությամբ սա կապված է Ամերիկայի ճնշման հետ։ Դե գիտեք, Թրամփի Ամերիկան այսօր ճնշում է էներգակիր ունեցող երկրներին, որպեսզի Պուտինի օրինակով չփորձեն իրենցը թելադրել։ Ես սա շատ եմ կարևորում, բայց սա ամենը չէ։ Ամերիկյան հրեական խոշորագույն կազմակերպությունների նախագահներն էին երեկ Բաքվում։ Ալիևը ընդունել է պատվիրակությունը կազմակերպության նախագահ Բեթսի Բեռնսքորնի գլխավորությամբ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջան-Ամերիկա-Իսրայել հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացի առաջընթացը։ Մեր եթերի երկրորդ մասում ավելի մանրամասն կներկայացնեմ Բաքվում կայացած իրադարձությունները եւ դրանց արդյունքները։ Մինչդեռ Լավրովը վրդովվել է Թրամփի որոշումից Ուկրաինայի հարցով Մոսկվայի պլանը փաստացի փլուզվել է։ Լավրովը հայտարարել է, որ Ամերիկան ընտրել է տնտեսական գերիշխանության կուրսը եւ ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա։ Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու փոխարեն Թրամփը պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ, տվայտվում է Լավրովը։ Գիտեք, ինձ ինչն է զարմացնում, միթե պուտինյան պաշտոնյաները իրենք չեն հասկանում իրենց դատապարտվածությունը, իրենց ստի վախճանը։ Այսպես կոչված Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրապարակավ մեղադրել է Ամերիկային այն բանում, որ Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիրը չի կայացել փաստացի, խոստովանելով Վաշինգտոնի հետ պայմանավորվելու Կրեմլի հաշվարկների տապալումը։ Լավրովը հայտարարել է, որ հենց Վաշինգտոնն է մեղավոր Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրի բացակայության համար։ TV Briggs հեռուստաալիքին տված հարցազրույցում նա փաստացի հասկացրել է, որ Մոսկվան ակնկալում էր բանակցությունների իր համար շատ ավելի շահավետ ելք, սակայն այդ սպասումները չարդարացան։ Փաստացի Լավրովը խոստովանել է, Կրեմլի պլանը կառուցված էր նրա վրա, որ Վաշինգտոնը կստիպի Ուկրաինային ընդունել կապիտուլյացիոն պայմաններ, բայց դա տեղի չունեցավ։ Լավրովը մեղադրում է Ամերիկային հակառուսական քաղաքականության շարունակման մեջ, չնայած ընթացող բանակցություններին։ Լավրովը դժգոհել էր նոր պատժամիջոցներից, Ռուսաստանի գործընկերների վրա գործադրվող ճնշումներից եւ էներգակիրների արտահանման սահմանափակումներից։ Ըստ Լավրովի վարկածի, Վաշինգտոնն իբր նպատակ է հռչակել տնտեսական գերիշխանությունը եւ պատժամիջոցներն ու արգելքները օգտագործում է որպես ճնշման գործիք։ Առանձնահատուկ կերպով Պուտինի նախարարը դժգոհություն է հայտնել այն փաստից, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի չեղարկել Ջո Բայդենի օրոք ընդունված պատժամիջոցների օրենքները, ներառյալ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը եւ ռուսական ոսկե արժութային պահուստների սառեցումը։
Ընդհանրապես ռուսական տեղեկատվական դաշտը շատ ակտիվ է, Մոսկվայում խոստովանել են տիեզերական մրցավազքում կրած ձախողումը, ինչպես իրենք են ասում, քնած թողեցինք տեխնոլոգիական վերափոխումը։ Այս օրերը կարելի է անվանել Կրեմլի կողմից խոստովանությունների օրեր, միևնույն ժամանակ անկախ ռուսական աղբյուրները նշում են, որ Ռուսաստանում պարենային ապրանքների գները արդեն հավասարվել են, իսկ որոշ տեղերում նույնիսկ գերազանցել են եվրոպականին, դեռ Ռուսաստանը միշտ ձգտել է, չէ, հասնել եւ անցնել արևմուտքին։ Ահա հիմա առիթ ունեն դա ֆիքսելու, բայց ոչ թե հպարտանալու, այլ մտահոգվելու համար։ Մոսկվան խոստովանել է, որ ռուսները հուսահատությունից սկսում են խնայել նույնիսկ սննդի եւ բժշկության վրա։ Ռուսական Բելգրադում շարունակվում է էներգետիկ կոլապսը, այս ֆոնին մարզպետ Վիչիսլավ Գլադկովը իբր երկու խնդրանքով դիմել է Կրեմլին, լրատվամիջոցները հղում անելով տարածաշրջանային կառավարության աղբյուրին հայտնում են, որ Գլադկովը բազմիցս խնդրել է Մոսկվային ուժեղացնել մարզի ՀՕՊ համակարգը կամ չհարվածել Ուկրաինային։ Ի պատասխան նրան հայտնել են, որ դա անելը այս պահին անհնար է, իսկ սահմանամերձ քաղաքը պաշտպանելը դժվար է ուկրաինական տարածքի մոտ լինելու պատճառով։ Հետաքրքիր է Պուտինը հիշում է, որ ինքը բուֆերային գոտիներ էր ստեղծում, հա։ Փաստորեն ոչ մի բան չի օգնում։ Նախ սկսենք նրանից, որ բուֆերային գոտի չկարողացավ ստեղծել եւ նոր տեխնոլոգիաների արկայության դեպքում այդ ամենը պարզապես ծերուկի երազանքներ։ Վերադառնալով Գլադկովին ասեմ, որ լսելով Մոսկվայից մերժումը, Գլադկովը ասել է, եթե չեք կարողանում պաշտպանել Բելգրադի մարդկանց, ուրեմն ոչ մեկին մի ռմբակոծեք, դե բայց Կրեմլը հո իր ժողովրդի դարդը չէ, նրանք մեզ են ուզում վնասել։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի կողմից կռվող ռուս կամավորական Ցեզարը կարծիք է հայտնել, որ ռուսներին ամեն ինչ հոգնեցրել է, բայց նրանք ոչինչ չեն անում իրենց իներտության պատճառով։ Ցեզարը բացատրել է, թե ինչու Կրեմլում իշխանափոխության նպատակով Մոսկվայի վրա հաջորդ երթը ամենայն հավանականությամբ հաջողությամբ կպսակվի։ Ցեզարը բացատրեց, որ ռուսների իներտության մեջ նա տեսնում է մեկ առավելություն. նրանք չեն խոչընդոտի նրանց, ովքեր կկազմակերպեն հերթական արշավը դեպի Մոսկվա։ Ռուս կամավորականի կարծիքով Ռուսաստանի քաղաքացիները երկար են հանդուրժում եւ միայն հետո արագ գործում, օրինակ տապալում են ցարին մեկ օրում։ Եթե ժողովրդական զանգվածները դեռ չեն հասունացել ապստամբության համար, ապա հաստատ չեն խանգարի նրանց, ովքեր այն կկազմակերպեն եւ կիրականացնեն, կարծում է Ցեզարը։ Իսկ Ուկրաինա է գալիս հզոր օգնություն Ֆրանսիայից, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է Փարիզից ռազմական օգնության հերթական փաթեթի ստացումը, որը կլինի ամենահզորներից մեկը ողջ ժամանակահատվածում։ Ուկրաինան պատրաստվում է ստանալ ֆրանսիական Mirage 2000 կործանիչների նոր խմբաքանակ, այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, գերատեսչության ղեկավար Միխայիլ Ֆյոդորովի եւ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենի բանակցությունների արդյունքում կողմերը քննարկել են ուկրաինական ավիացիայի եւ ՀՕՊ համակարգի ուժեղացումը։ Ֆրանսիան հաստատել է Mirage 2000 ինքնաթիռները Կիևին փոխանցելու պատրաստակամությունը, ինչը պետք է բարձրացնի ռազմաօդային ուժերի կարողությունները երկինքը պաշտպանելու եւ մարտական առաջադրանքներ կատարելու գործում։ Բացի ինքնաթիռներից Ֆրանսիան շարունակում է AASM Hammer կառավարվող ավիառումբերի ռեկորդային ծավալների մատակարարումները եւ աշխատում է Էստեր հակահրթիռների արտադրության եւ փոխանցման արագության ուղղությամբ։ Բանակցություններում շոշափվել է նաեւ Ուկրաինային հեռահար սպառազինություն տրամադրելու հարցը, ներառյալ Scalp հրթիռները։ Հանդիպման առանձին արդյունք է դարձել Ուկրաինայի եւ Ֆրանսիայի տարածքում զենքի համատեղ արտադրության վերաբերյալ մտադրությունների նամակի ստորագրումը։ Դա երեկվա եթերում արդեն ասացի, որ ֆրանսիացի նախարարը հայտարարել է Ուկրաինայի հետ համատեղ դրոնների արտադրության մասին։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ գրեթե կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շրջնորությունների մասին մեր Telegram ալիքից, QR կոդը ձեր էկրանին է։ Քանի որ երեկո այսօր բոլոր հայկական լրատվականները կարծես տարված են Վենսի այցով Երևան, ես էլ ձեզ ներկայացնեմ, թե ինչ է կատարվել հարևանների մոտ, իմ կարծիքով ճիշտը իմանալն է եւ այն փաստը, որ հրեական կազմակերպությունների հետ Հայաստանն է նաեւ քննարկվել Բաքվում, դա կարեւոր է մեզ համար։ 26 թվականի փետրվարի 9-ին Բաքվում կայացած հանդիպումների եւ ընդունված որոշումների ամփոփումը անեմ կարճ
ձեզ համար։ Առաջի հանդիպումը, ինչպես արդեն ասացի, Ամերիկայի առևտրի պալատի պատվիրակության հետ էր։ Հանդիպումը կրում էր գործնական բնույթ, ուղղված ամերիկյան բիզնեսի ներկայության ընդլայնմանը, Marriott ցանցի ընդլայնում, որոշում է կայացվել ապրանքանիշի գործունեությունը ընդլայնել ոչ միայն Բաքվում, այլ Ադրբեջանի այլ շրջաններում, ներառյալ լեռնադահուկային հանգստավայրերի զարգացումը, ՏՏ եւ էներգետիկ ներդրումների ոլորտում Apple-ը եւ Meta ընկերությունները հաստատել են տեխնոլոգիական համագործակցությունը ընդլայնելու պատրաստակամությունը, իսկ ExxonMobil-ն ու Chevron-ը քննարկել են հարավային գազային միջանցքների շրջանակներում նոր նախագծերին մասնակցելու հարցը։ Թրիփ տրանսպորտային միջանցքի առումով կողմերը պայմանավորվել են ամերիկյան կապիտալով աջակցել Թրամփի երթուղի նախագծին, որը Կենտրոնական Ասիան պետք է կապի Եվրոպայի հետ Ադրբեջանի տարածքով։ Երկրորդ կարևոր միջոցառումն էր Բաքվում ամերիկյան հրեական կազմակերպությունների նախագահների համաժողովի հետ հանդիպումը։ Բանակցությունները վերաբերում էին աշխարհաքաղաքական եւ ռազմավարական գործընկերությանը, կարևոր կետ էր աջակցություն խաղաղ գործընթացին։ Ամերիկայի հրեական կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են Վաշինգտոնում ձեռք բերված առաջընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ։ Եվս մեկ կետով Ամերիկա-Ադրբեջան-Իսրայել առանցքի ամրապնդումն է քննարկվել Բաքվում, հաստատվել է հրեական կազմակերպությունների լոբիստական հնարավորությունները օգտագործելու մտադրությունը Բաքվի եւ Թրամփի վարչակազմի մերձեցման համար։ Եվս մեկ կետ մարդասիրական համագործակցություն, պայմանավորվածությունը ձեռք բերվել 26 թվականի ընթացքում Բաքվում անցկացնել միջկրոնական երկխոսության եւ մուլտիկուլտուրալիզմի վերաբերյալ համատեղ համաժողովներ։ Այսպիսով, եթե այլտեղ չեք լսել այս ամենի մասին, ինձանից իմացաք, բայց դե գիտեք, մեր ալիքի ֆորմատը ավելի շատ Ուկրաինային է վերաբերվում եւ Ռուսաստանի կողմից ցեղասպան պատերազմին, ուստի անցնենք մեր մշտական թեմաներին։ Ուկրաինայի դեմ պատերազմի գինը ռուսներն արդեն սկսել են զգալ սեփական գրպանների վրա։ 26 թվականի սկզբին ռուսական սոցցանցերը ողողված են տեսանյութերով, որտեղ Ռուսաստանի քաղաքացիները զարմանում եւ վրդովվում են սննդամթերքի գների կտրուկ աճից։ Ռուսաստանի կենտրոնական բանկը հայտնել է, որ երկրի բնակիչներն ավելի ու ավելի ակտիվորեն են անցնում խնայողության ռեժիմի, կարգավորողի թարմ զեկույցում նշվում է, որ ռուսները սկսել են կրճատել ծախսերը ոչ միայն ապրանքների եւ ծառայությունների, այլև սննդի եւ նույնիսկ բժշկական օգնության վրա։ Կենտրոնական բանկի տվյալներով ամբողջ Ռուսաստանում գնորդները ավելի հաճախ են ընտրում ավելի էժան ապրանքներ եւ ուշադիր հաշվում են յուրաքանչյուր գնումը։ Կենտրոնական շրջաններում խանութներում վաճառքի ավելի քան կեսը այժմ բաժին է ընկնում ակցիաներին եւ զեղչերին։ Մարդիկ ավելի հազվադեպ են այցելում սրճարաններ եւ ռեստորաններ, իսկ միջին չեկը նկատելիորեն նվազել է։ Սիբիրում գնորդները հրաժարվում են թանկարժեք մթերքներից եւ անցնում բյուջետային տարբերակների, դա վերաբերում է թե սննդին, թե տեխնիկային, հագուստին եւ կոշիկին։ Էլեկտրոնիկայի խանութներում ռուսները գնալով ավելի հաճախ են ընտրում ոչ թե նոր մոդելներ, այլ նախորդ սերունդների սարքեր եւ ավելի մատչելի բրենդներ։ Նմանատիպ պատկեր է նաեւ հեռավոր արևելքում, այնտեղ նվազում են տան վերանորոգման, հագուստի եւ կոշիկի վաճառքի ծավալները, իսկ սննդի խանութներում պահանջարկը տեղափոխվել է դեպի ամենաէժան ապրանքատեսակները։ Խնայողությունները հասել են նույնիսկ բժշկության ոլորտ, մասնավորապես կլինիկաները արդեն արձանագրում են հաճախորդների թվի նվազում, մարդիկ ավելի հաճախ անալիզներ են հանձնում անվճար պետական հիմնարկներում, իսկ վճարովի բժիշկների դիմում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Ատամնաբուժական ծառայությունները շատերը հետաձգում են անորոշ ժամանակով։ Միևնույն ժամանակ Bloomberg-ը հայտնում է, որ ամերիկյան պատժամիջոցները գործում են, Մոսկվայի մոտ սկսվում են նավթի հետ կապված անդառնալի խնդիրներ։ Ռուսաստանում նավթի արդյունահանումը նվազում է արդեն երկրորդ ամիսը անընդմեջ, բոլոր պահեստարանները լցված են, իսկ հումքը վաճառելը պատժամիջոցների պատճառով գնալով ավելի է դժվարանում։ Ռուսաստանի համար խնդիրն այն է, որ նավթահորերի զգալի մասը սպառված է, դրանց մեջ ջրի պարունակությունը բարձր է եւ արդյունահանման դադարեցումը փաստացի նշանակում է նավթահորերի կորուստ։ Կոնսերվացումից հետո նման հորերը գրեթե անհնար է վերադարձնել աշխատանքային վիճակի, ուստի արդյունահանման կրճատումը սպառնում է ոչ թե ժամանակավոր անկմամբ, այլ արդյունահանման անդառնալի նվազում
կազմամբ Ռուսաստանում։ Ըստ Bloomberg-ի տվյալների, դեկտեմբերյան անկումը եղել է ամենակտրուկը վերջին 18 ամիսների ընթացքում։ Հունվարը հաստատեց խոսքը ոչ թե միանգամյա ձախողման, այլ կայուն բացասական միտման մասին է։ Bloomberg-ը զգուշացնում է, եթե արդյունահանումը շարունակվի նվազել, Ռուսաստանը ռիսկի է դիմում կորցնել իր մասնաբաժինը համաշխարհային նավթի շուկայում։ Ազատված տեղը կարող են զբաղեցնել OPEC+ այլ երկրներ, որոնք չունեն նման սահմանափակումներ եւ պատրաստ են արագորեն մեծացնել մատակարարումները։ Մոսկվայի համար սա նշանակում է դիրքերի երկարաժամկետ թուլացում համաշխարհային էներգետիկ շուկայում։ Արդյունահանման կրճատումը մեծացնում է ռիսկերը ռուսական բյուջեի համար։ Նախորդ տարի ռուսական բյուջեի եկամուտների գրեթե 23% ձևավորվել է նավթագազային ոլորտի հաշվին։ Հունվարին նավթագազային մուտքերը նվազել են մինչև վերջին 5 տարվա նվազագույն մակարդակ։ Համաշխարհային գների անկման, ռուսական նավթի զեղչերի աճի եւ ռուբլու ամրապնդման ֆոնին Ռուսաստանի դեմ Եվրոմիության կողմից դեռևս մշակող պատժամիջոցների 20-րդ փաթեթը ներառում է նաև Սոկարին պատկանող վրացական Կուլևի նավահանգիստն ու տերմինալը։ Այս փաստը մտահոգել է Բաքվին։ 26 թվականը կարծես անհանգստացնող լուրեր է բերում Բաքվին։ Եվրոպայի նոր էներգետիկ ռազմավարությունը Բաքվի ռեժիմին մի շարք գլուխգովալու թեմաներից զրկել է, դժվարացրել է սեփական էներգակիրների արտահանումը Եվրոպա եւ նաեւ չի կարող չազդել Բաքվի միջանցքային տրամաբանության վրա։ Մեր լսարանը իմ կարծիքից տեղյակ է, Ալիևը պետք է համոզի Թրամփին, որ թրիփը տնտեսապես ձեռնտու է, բայց այստեղ նոր խոչընդոտներ կան։ Դեռ մի կողմ դնենք, որ Թրամփը չինական ապրանքների վրա կողպեկ է դնում իր ճանապարհով, նաեւ առաջանում է խնդիր, արդյոք Եվրոմիությունը կուզենա Կենտրոնական Ասիայի էներգակիրները, ինչը Բաքուն մտադիր էր իր միջանցքային տրամաբանության մեջ օգտագործեր երկրի դերը բարձրացնելու եւ նոր ինվեստիցիաներ ստանալու համար իր նոր հանքերը մշակելու առումով։ Մի բան է առավոտից իրիկուն խոսել Ադրբեջանի առանձնահատուկ դերի մասին, ուրիշ բան է դա ապացուցել։ Իսկ եվրոպական վերաբերմունքից մենք տեսնում ենք, որ առկա են խնդիրներ, բայց այդ միջանցքը ինչի վրա մեծ հույսեր էր կապում Բաքուն, խոսքը թրիփի մասին է, ինչը իրենք երազելով Զանգեզուրի միջանցք են անվանում, այս միջանցքը չի մտնում եվրոպական պլանների մեջ։ Եթե դատենք Եվրոմիության նոր էներգառազմավարությունը, այդ թեմային վերջերս շատ եմ անդրադարձել Եվրոմիության նոր էներգառազմավարության կեյսի շրջանակներում, Եվրոպան այլ միջանցք է ուզում, խոսքը Հնդկաստան, Արաբական Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Հորդանան, Իսրայել, Հունաստան եւ դեպի այլ եվրոպական երկրներ IMEC պրոյեկտի մասին է խոսքը, բայց այս մասին երևի թե ճիշտ կլինի տնտեսական մասնագետի հետ խոսանք, հուսամ մոտ ժամանակներս կկարողանամ կազմակերպել։ Իդեպ երեկվա եթերում ասացի, որ Հնդկաստանը ստվերային նավատորմի 3 տանկեր է գերեվարել, պարզվեց, որ դրանք իրանական ծագում ունեն, իհարկե Վենեսուելան, Ռուսաստանը եւ Իրանը ընդհանուր շահեր ունեն այդ ստվերային նավատորմի առումով, բայց կոնկրետ երեկվանը իրանական տանկերներ էին, մեկը նույնիսկ կարծեմ հենց Իրանի դրոշով է եղել։ Սա ասեմ ճշտգրտման համար, 3 լուրը թարմ էր, դեռ ամբողջը պարզ չէր։ Գերմանիան հոգնել է Թրամփից եւ խաղադրույք է անում Եվրոպայի վրա։ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ծրագրում է հասնել Գերմանիայի եւ Եվրոմիության եւ Ամերիկայի հարաբերությունների վերանայմանը դեպի եվրոկենտրոնություն նախագահ Թրամփի անկայուն կուրսի պատճառով հայտնում է ԴՊԱ գործակալությունը։ Իդեպ գերմանացիների 52%-ը կողմ է Ուկրաինային ավելի մեծ օգնություն տրամադրելուն։ Այս մասին վկայում են նոր անցկացված հարցման արդյունքները։ Հարցվածների մոտ 52%-ը հայտարարել է, որ Արևմուտքը պետք է ավելի շատ օգնություն ցուցաբերի Ուկրաինային, եթե Ռուսաստանը չհամաձայնի հրադադարի եւ խաղաղ բանակցությունների, բայց ոչ միայն Գերմանիայում են այդպես մտածում։ Ամերիկայի մասին օրերս այս թեմայով հանդես է եկել Ֆինլանդիայի նախագահը։ Եվրոպան եւ Ֆինլանդիան պետք է խոստովանեն, Ամերիկայի Միացյալ Նահանգները փոխվում են։ Ամերիկայի վարչակազմի գաղափարախոսությունը, որն ընկած է նրա արտաքին քաղաքականության հիմքում, հակասում է Եվրոմիության սեփական արժեքներին։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, մեզ տեղեկացնում է Reuters-ը։ Ֆինլանդիան կթարմացնի իր արտաքին եւ անվտանգության քաղաքականության դոկտրինը, արտացոլելու միջազգային իրավիճակի փոփոխությունները, հավելել է Ստուբը։ Հիշեցնեմ, որ նա ձգտում էր սերտ հարաբերություններ
պահպանել Թրամփի հետ, ապահովելու նրա աջակցությունը Ուկրաինային եւ ուժեղացնելու Ֆինլանդիայի անվտանգությունը, որը Ռուսաստանի անմիջական հարևանն է։ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները, ներառյալ Ֆինլանդիան, վերջին շաբաթներին վերանայում են իրենց արտաքին քաղաքականության ռազմավարությունները այն բանից հետո, երբ հունվարին Ամերիկայի նախագահ Թրամփը սրեց լարվածությունը եվրոպացի դաշնակիցների հետ Գրենլանդիայի պատճառով, որն այժմ պաշտոնապես Դանիայի կազմում է։ Իհարկե Դավոսում հաջողվեց խուսափել մեծ անախորժություններից Եվրոպայի եւ Ամերիկայի միջև, բայց միևնույն է եվրոպացիները արդեն սկսել են զգուշանալ եւ առանձին ռազմավարություն մշակել։ Մոտեցանք ռազմաճակատի լուրերին, առաջնագծում անցած օրվա ընթացքում տեղի ունեցել 168 մարտական բախում, 3 զավթիչները նորից ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել են Պոկրովսկի ուղությամբ 38 գրոհի փորձով, Գուլյայպոլիի ուղությամբ 21 գրոհով, ռուսական քարոզիչները 3 առավոտից տեղեկություններ էին տարածում Դնեպրոպետրովսկի եւ Զապորոժիեի մարզերի սահմանագծին Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման մասին մի քանի ուղղություններով հակահարձակումը ճակերտների մեջ Պոկրովսկայի, Վելիկա Միխայլովկայի, Ծերնովսկայի եւ Գուլյայպոլիեի շրջաններում, սակայն հարավի պաշտպանության ուժերի խոսնակ Վլադիսլավ Վալոշինը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Ըստ Վալոշինի, քարտեզները, որոնք հրապարակում են ռուսները, աղավաղում են շփման գիծը, եթե դրանք համեմատեք Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբի պաշտոնական տվյալների հետ, տարբերությունները ակնհայտ են դառնում, մասնավորապես Ռուսաստանի հայտարարությունները այն մասին, թե իրենց զորքերը գրեթե մոտեցել են Դնեպրոպետրովսկի մարզի Պոկրովսկեին, չեն համապատասխանում իրականությանը։ Ինչ է տեղի ունենում իրականում։ Ուկրաինայի ստորաբաժանումները իրականում ամեն օր իրականացնում են մինչև 2 տասնյակ հետախուզավորողական գործողություններ թշնամու դիվերսիոն խմբերի հայտնաբերելու եւ չեզոքացնելու համար։ Նաեւ իրականացվել են զտումներ այն շրջաններում, որտեղ Ռուսաստանը փորձում է իր ձախողումները ներկայացնել որպես ուկրաինական հակահարձակում։ Ռազմական տեսանկյունից այս գործողությունները հակահարձակում չեն, ընդգծել է Վոլոշինը։ Ռուսների ֆինտի մասին էլ նորից հիշեցնեմ, ովքեր ինֆիլտրացիան ներկայացնում են որպես տարածքի գրավում։ Վոլոշինը պարզաբանել է, որ ռուսական կողմը կիրառում է ինֆիլտրացիայի մարտավարություն, փոքր խմբերը փորձում են ներթափանցել սահմանափակ ժամանակով որևիցե տարածք, ինչից հետո քարոզչությունը դա մատուցում է որպես բնակավայրերի գրավում, որպես օրինակ նա բերել է Ծեռնավատայեն, իրականում ռազմաճակատի գծից այնտեղ 15 կիլոմետր հեռավորություն է, իսկ թշնամու խմբերը այնտեղ եղել են հաշված ժամեր, ինչից հետո ոչնչացվել են։ Սա հատկապես օգտակար կլինի լսել այն մարդկանց համար, ովքեր հավատում են ռուսական ռոպագանդային։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը նախորդ օրվա ընթացքում լիկվիդացրել են եւս 980 օկուպանտի եւ 1423 միավոր զինտեխնիկա եւ սպառազինություն։ Պատերազմում թշնամու ընդհանուր կորուստները ըստ ուկրաինական գենշտաբի տվյալների կազմել են արդեն 1,248,560 օկուպանտ։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Ռուսական զորքերը փետրվարի 10-ի գիշերը Ուկրաինայի վրա հարձակվել են 125 հարվածային դրոններով։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը չեզոքացրել է դրանցից 110-ը այսօր առավոտվա դրությամբ, արձանագրվել է 13 դրոնի հարված, այս մասին հայտնել է օդային ուժերի հրամանատարությունը Ուկրաինայի։ Թշնամին օգտագործել է շահեդ, Գերբերա, Իտալմաս եւ այլ տեսակի դրոններ Ռուսաստանի տարբեր ուղություններից, դրանցից մոտ 70-ը շահեդներ են եղել։ Առավոտվա դրությամբ երկրի հյուսիսում, հարավում եւ արևելքում խոցվել է թշնամու 110 դրոն, արձանագրվել է 13 հարվածային դրոնի հարված 6 տեղանքում, ինչպես նաեւ բեկորների անկում 2 վայրում։ Մեր եթերի պատրաստման պահին թշնամու հարձակումը դեռ շարունակվում էր։ Մեր Telegram-ում տեղադրել ենք նաեւ կադրեր ուկրաինական հարվածների տեսարաններից։ Մշտական ռազմական աշխատանք է տարվում թշնամու կարևոր ռազմական թիրախների խոցման մասով, ինչպես ռազմաճակատում, օկուպացված տարածքներում, այնպես էլ Ռուսաստանի տարածքում։ Ինֆորմացիոն դաշտը հագեցած է, շատ չերկարացնեմ մեր երեքշաբթի օրվա եթերը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը, ովքեր դեռ բաժանորդագրված չեն նոր ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվել, իսկ մենք հուսամ կհանդիպենք արդեն վաղը, գուցե ել ավելի լավ լուրերով։ Բարով մնաք։